Կարմիր տանիքների քաղաքը շուտով նաև հայտնի կլինի կանաչ Գորիս անունով։ Այստեղ կանաչապատման եւ ծառատնկման լայնածավալ աշխատանքների նոր փուլ է մեկնարկել։ Քաղաքի տարբեր հատվածներում, բակերում, զբոսայգիներում, մայթեզրերին տնկվել եւ տնկվում են հարյուրավոր ծառեր։ Համայնքային երկարաժամկետ զարգացման ուղղություններից է այս ծրագիրը, որի շնորհիվ Գորիսը հավակնում է դառնալ ամենականաչ եւ ամենամաքուր քաղաքներից մեկը։ Պատմամշակութային քաղաքում 2017-ից է նախաձեռնությունը կյանքի կոչվում։ Այն ժամանակ Գորիսում ծառերի այս տեսակը, տույաններ եւ մնացած տեսակները գրեթե գոյություն չունեին քաղաքում եւ քաղաքը ուներ մշտադալար ծառերի բաց։ Իմ կողմից խնդիր դրվեց եւ սկզբունքը որտեղ գրեցինք հետեւյալ կերպ, որ Գորիսը պետքա դառնա ոչ միայն Հայաստանի ամենականաչ քաղաքներից մեկը, այլ խնդիրը դրվեց աշխարհի մակարդակով, որ պետքա ինքը ամենականաչ քաղաքներից մեկը դառնա։ Բազմաթիվ եղևնիների ու ակացիաների կողքին վեր է բարձրանում 20 էկզոտիկ արմավենի։ Առայժմ փորձնական է տնկվել արևադարձային ծառատեսակը։ Բնակլիմայական պայմանների հստակեցումից հետո դրանց թիվը կավելանա, միայն թե բնակիչները պահպանման ու մշակման գործում ևս ներդրում ունենան։ Մենք մարդկանց անհարակից տարածքներում ծառեր ենք տնկում, բայց շատ դեպքերում լինում են, որ մեր կոմունալի աշխատողներն են գնում հասնում այդ ջրում։ Պետք է բնակիչները նույնպես միանան այս աշխատանքին, որովհետև սա բոլորիս տունն է, բոլորիս հայրենիքն է եւ ամեն մեկ իր ներդրումը պետք է ունենա։ Առաջին հայացքից տարբերվող էկզոտիկ ծառատեսակը գրավում է անցորդներին։ Պատմամշակութային կոթողներով հարուստ Գորիսը դարձել է բնապահպանական կենտրոն։ Օր-օրի տեսանելի փոփոխություններ ունեցող քաղաքի մասին ասում են բնակիչները։ Երկիրը խաղաղինի թոսես բանը կառուցեք։ Օդը մաքուր երասմա ջուրն է սալից գալիս է զուլալ։ Բան ծառերը օդը մաքուրն է։ Ամեն ինչ։ Ինձ մանավանդ եղևնի ծառը ավելի առողջարա, շնչառության ամեն ինչ։ Լոխել ուրախ ծաղիկները ու ծառերը շորտ տրանավան ուրխանան բնությունը առանց բնությունին պեն չկա բնությունը վերինում չի մարդկություններ ասել բնությունն մարդկությունն են Նաև զբոսաշրջությամբ եւ գյուղատնտեսությամբ աչքի ընկնող հին կոլորիտային քաղաքը վերջին մի քանի տարիներին բազմաթիվ խնդիրների հետևանքով տուժել է։ Այստեղ համոզված են ծրագրի շնորհիվ կվերականգնվի քաղաքի զբոսաշրջային կենտրոն լինելու համբավը։ Գորիսը շատ հարուստ է իր լուրջ պատմամշակութային կոթողներով, որոնք անուշադրության են մատնված եղել։ Այս պայդրությամբ հիմնական մեր շեշտը դրել ենք հենց այդ տարածքների ենթակառուցվածքներն ենք սարքում, տվյալ հատվածները պատմամշակութային կոթողներն ենք բարեկարգում։ Համայնքում բարեկարգման այլ ծրագրեր էլ կան, որոնք կյանքի կոչվելու ճանապարհին են, բայց պայմանով պատմական Գորիսի կոլորիտը չպետք է խաթարվի։